Պարոն Իսկանդարյան, վաղար շաբաթում տեղ ունեցան ընտրություններ, որին մասնակցում է նաև Մայր Հայաստանը։ Մայր Հայաստանի համար սա երրորդ փաստորեն համայնքն էր, որտեղ ինքը ներկայացված է։ Ինչպես է գնահատում ընտրությունների ընթացքը, արձանագրված արդյունքները եւ այն, որ փաստորեն ընդդիմությունը չկարողացավ հավաքական իմաստով հաղթել այս ընտրություններում։ Ուրեմն վաղար շաբաթում կայացած ընտրությունները նախ ԿՊ-ն բավականին շատ ընտրախախտումներ է կատարել, նախընտրական ընտրախախտումներ, սկսած նրանից, որ մարդկանց հրավիրում էր Խոյ համայնքում հաց ուտելու, մեծ սեղաններ էր գցում, ապա շենքերին իրենց գովազդները փակցնելով, որի դեմ Մայր Հայաստան կուսակցությունը իդեպ բողոք է ներկայացրել ԿԸՀ։ Դրանից հետո ընտրության օրը մենք տեսանք, թե ինչպես է նրանք մեքենաներով մարդկանց փորձում, բերում, տանում, ուղղորդումներ կատարում, նաև բաց քվեարկություններ, որոնք ֆիքսել եմ նաև ես, եւ իհարկե դրա հետ կապված հաղորդում է ներկայացվել, հանձնաժողովի նախագահը հաղորդում է ներկայացրել։ Ընդդիմությունը իմ կարծիքով պարտվեց, որովհետեւ առաջինը հենց ընդդիմադիր խոսույթ եւ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական ուժերը շատերը ենթադրվում է շատ լավ չէին պատրաստվել ընտրություններին եւ շատ ձայներ նրանց պատճառով փոշիացավ, բայց նաեւ պետք է արձանագրել, որ ԿՊ-ն չհավաքեց 50%-ը, 48.5% հավաքեց ընտրության մասնակիցների, բայց եթե վերցնենք ավելի մեծ տարբերակը, ընտրության իրավունք ունեցողները եղել են մոտ 70,000, նրանք հավաքել են մոտ 15,000 ձայն, որը 21%-ն է ընդհանուր ընտրողների, այսինքն այստեղից ենթադրում ենք, որ վաղար շաբաթ համայնքը, Էջմիածին քաղաքը եւ Խոյ համայնքը, որը Նիկոլ Փաշինյանը հասկանալով, որ պարտվելու է միացրեց, 50% ձայն չեն տվել, ասեմ այն 21%, ընդհանուր ձայն են տվել ԿՊ-ին, այստեղից ենթադրում ենք, որ այո, մեր քաղաքացիները հիմնականում ունեն ընդդիմադիր հայացքներ, ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ ընդդիմությունը պետք է ավելի լավ պատրաստվի, պետք է իր համար հետևություններ անի եւ գալիք 2026 թվականի համապետական ընտրություններին ավելի լավ պատրաստվի եւ որպեսզի կարողանան ԿՊ-ին հաղթել, որը ես կարծում եմ հնարավոր է։ Դուք Երևանի ավականու անդամ եք եւ 3 թե առաջի օրը ավականու նիստում քննարկվում է նոր կառույց ստեղծելու հարցը, որը դուք անվանեցիք փողմսխելու նոր միջոց, Ինչը չի բավարարում այս իշխանություններին։ Սկզբում ասում էին, որ խցանումներից ազատվելու համար պետք է կարմիր գծերը 13 անգամ թանկացնել, դուք այդ հարցով դիմեցիք դատարան, հաղթեցիք դատարանում, հիմա պարզվում է, չէ, 13 անգամ թանկացնելը այդքան էլ չի օգնում, պետք է $1 միլիոն ավել գումար տալ, նոր կառույց ստեղծել, ԿՊԱ-ականները միլիոնից ավել աշխատավարձ ստանան, նոր տեսնեն, ստացվում է թե ոչ։ Նշեմ, որ Մայր Հայաստանը 2 անգամ է դատական կարգով վիճարկել եւ 2 անգամ հաղթել է եւ կոնկրետ այդ նախագծի հետ կապված ինչ է կատարում։ Ուրեմն նրանք նախատեսել են $1,200,000 մոտավորապես, պետք է նախատեսեն ինչ որ հոակի ձևավորման համար, որը պետք է զբաղվի տրանսպորտի կառավարմամբ, այսպես ասած, մենք ի սկզբանե կարծում ենք, որ դա ձախողված է լինելու, որովհետև մենք տեսնում ենք ԿՊ-ի բերած այսպես կոչված բարեփոխումները, չարեփոխումներ են, նրանք նույն կարմիր գծերը, նույն տրանսպորտի թանկացումները ամբողջը ձախողել են եւ նրանք պարզապես լեգիտիմ չեն եւ ունակ չեն, կառավարել ինչ որ բարեփոխումներ իրականացնել։ Սա ենթադրվում է, որ ընդունելու են նորից իրենց ծանոթ բարեկամներին, իրենց ծանոթ մարդկանց բարձր աշխատավարձներ տան, 1,5 միլիոն, 1,400,000 դրամ աշխատավարձեր եւ այդպիսով մեր քաղաքացիների աչքերին թոս փչեն, թե տեսեք, մենք փորձում ենք խցանումների դեմ պայքարել, որպեսզի խցանումներ չլինեն, այնինչ մենք բոլորս էլ հասկանում ենք, որ խցանումների դեմ պայքարելու համար կան ավելի հետաքրքիր մեթոդներ, որոնք այս քաղաքային եւ համապետական իշխանությունները ուղղակի կամ չեն ուզում կազմակերպել, կամ չեն կարողանում։ Իսկ մնացած առումներով Երևան քաղաքը ինչպես եղել է խցանումների մեջ, այնպես էլ շարունակում է մնալ, եթե չի ավելացել, իսկ կարմիր գծերը իրենց էֆեկտը չտվեցին, որովհետև մենք նույն 23-24 թվականներին, երբ որ բերում էին այդ կարմիր գծերի թանկացումը, նրանց փորձում ենք բացատրել, որ դա էֆեկտ չի տալու, դա ուղղակի թալանի նախագիծ է եւ փաստացի բոլորս տեսնում ենք, որ դա թալանի նախագիծ է։ 2 միլիարդ դրամից ավել 24 թվականին գումար են հավաքագրել կարմիր գծերից, ծախսելով ընդամենը մոտ կես միլիարդ, 500 միլիոն դրամ, բայց ոչ մի էֆեկտ, ոչ մի լավ բան մեր քաղաքին դրանից չի եղել։
Դեպ երեք ձեր նիստի ժամանակ ձեր խմբակցության անդամները նաև սոցիալական խնդիրներ էին բարձրացնում քաղաքացիների ուր են գնում այդ հավելյալ վճարները, գումարները, որ հավաքվում են քաղաքային բյուջե։ Արդյոք Երևանի քաղաքապետարանը սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել Երևանի սոցիալապես վատ պայմաններում ապրող բնակիչների խնդիրներին։ Իրականում այդպես չէ, որովհետև մենք մեր խմբակցության, մեր ավականիների, մեր մյուս թիմակիցների հետ փորձում ենք այցելել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն կարիքներ, ովքեր բավականին բարդ վատ պայմաններում են ապրում, բարձրացրել ենք նաև հարցեր ու անընդհատ բարձրացնում ենք այդ թեմանորով եւ նկատում ենք, որ որպես այդպեսին ոչ մի օգնություն մեր քաղաքացիներին չի հասնում։ Իսկ եթե ինչ որ օգնություն էլ տրամադրվում է, ապա սնունդ կամ ինչ որ բան, ապա դա բավականին փոքր է, դա մինիմալ զամբյուղն էլ չէ իրականում, որովհետեւ նրանք ուղղակի չեն կարողանում ճիշտ հաշվարկել այսօրվա իրավիճակը, նրանք չեն հասկանում, որ իրանց իշխանության ժամանակ ինֆլյացիայի թիվը բավականին բարձրացել է եւ այն օգնությունները, որ նրանք տրամադրում են, չի հերիքում նաեւ ինչ որ մի ամիս կամ, չգիտեմ, 20 օր մարդկանց ուղղակի նորմալ ապրելու համար։ Հետևաբար, այստեղ այդ թեմաներից խոսել ուղղակի կարծում եմ անիմաստ է, իսկ գումարները, ինչը դուք նշում եք քաղաքային բյուջեն, որ ավելացվել է, այդ քաղաքային բյուջեն ավելացվել է թանկացումների հիման վրա եւ այդ թանկացումների մեջ բավականին լուրջ տոկոս է զբաղեցնում այդ թանկացումներից հետո ծախսումների մեջ նաեւ հատկատները այսպես կոչված, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչքան շինարարություններ է Երևանում տեղի ունենում ու նաեւ այդ սոցիալական ծրագրերով ամենայն հավանականությամբ դեռ չճշտված տվյալներով, բայց աշխատանքները ընթանում են, այդ օգնությունները բաժանում են քաղաքային եւ համապետական իշխանության հետ փոխկապակցված մարդկանց միջոցով։ Վերջին հարցը քաղաքային իշխանությունները ամեն տարի տոնական զարդարանքի վրա մեծ գումարներ են ծախսում։ Նախորդ տարի ձեր խմբակցությունը բացահայտել էր, որ անգամ աշխատող լույսերը տոնական նետվում են աղբավայր, որպես աղբ նետվում են, փոխարենը նոր լույսեր են գնվում։ Այս տարվա վերաբերյալ ինչ որ ուսումնասիրություններ ունեք, ինչ թվեր կան։ Ճիշտն ասած, այս տարվա վերաբերյալ դեռ հստակ թվեր չունենք, որ սպասում ենք աշխատանքները ավարտեն, վերջացնեն, որպեսզի կարողանան հստակ տվյալներ տրամադրել եւ ըստ դրա արդեն մենք նորից կբարձրաձայնենք, թե ինչ գումարներ է ծախսվելու ինչի վրա, բայց մենք փաստացի տեսնում ենք, որ մեկ տարվա խաղալիքները գտնում ինչ որ մանկապարտեզների բակերում, որ մանկապարտեզները նույնիսկ շատ դեպքերում փակ են լինում, չեն աշխատում, այնտեղի բակերում աղբի նման թափած են լինում։ Իսկ մնացած առումներով տեսեք, նրանք բավականին շատ գումարներ ծախսում են այսպես կոչված տոնակատարությունների վրա, բայց մեր քաղաքացիների համար ոչ մի հավելյալ արժեք դա չի ստեղծում։ Մենք իրականում դեմ չենք տոնակատարություններին, համերգներին եւ այլնին, բայց այդ ամեն ինչը պետք է այնպես կազմակերպվի, որ մեր քաղաքացիները, ովքեր ունեն խնդիրներ, ովքեր ունեն խնդիրներ, այդ խնդիրների լուծմանը գնան գումարների մեծ մասը, ոչ թե տոնակատարությունների, որ Տիգրան Ավինյանն էլ գնա այդ տոնակատարություններում, պարի, ուրախանա եւ այլն։